Պարոն Թաթոյան, դուք այս ասուլիսի ընթացքում եւս մեկ անգամ հնչեցրեցիք, որ Նիկոլ Փաշինյանը Ալիևի տասովշիկն է։ Իշխանության ներկայացուցիչները այս բառի հետ կապված շատ կոշտ են արձագանքում, ասում են, ով որ այդպիսի բան է ասում, գլուխը պատով է տալիս, թող ասեն իրենք ում տասովշիկն են, ինչ գումարի դիմաց եւ այլը։ Մի քանի կետով եթե հիմնավոր եք, հա, շատ հակիրճ թեև ասուլիսի ընթացքում այդ թելը կար, ինչու եք ասում հենց Ալիևի տասովշիկն է։ Գուցե ինչ-որ մարդիկ մտածեն պարզապես խեղճ է, չի կարողանում դիմակայել, բայց Ալիևի տասովշիկ։ Եվ երկրորդ հարցել ունեմ, քանի որ երկրորդ նախագահի հետ կապված շատ կոշտ դիրքորոշում ներկայացրեցիք, այնուամենայնիվ չեք կարծում, որ որոշակի առումով այս գնահատականից կարող են վիրավորվել նաև Ռոբերտ Քոչարյանի այն համակիրները, աջակիցները, ընտրողները, ովքեր իրենց կողքին կանգնել են այս տարիների ընթացքում, նաև փողոցում ծեծվել են, որովհետև ձեր գնահատականների հետ կապված նախկին հնչում են բատուկուր էիք, երբ որ մենք ծեծվում ու բանտարկվում էինք, եւ նաև հատուկ միջոցել է մի քանի անգամ այս անձանց ուղղությամբ կիրառվել, ես ինքս ներկա եմ եղել այդ ողջ ակցիաների ընթացքում, հնարավոր է այնպիսի գնահատականներ առնվազն հնչեցնել, որ այդ մարդկանց չվիրավորեն։ Դուք պատկերացնում եք հիմա ինչ ալիք է լինելու ձեր նկատմամբ, նոր չի այդ ալիքը, բայց հիմա էլ ավելի կսաստկանա։ Շնորհակալ եմ։ Սկսեմ երկրորդ հարցից։ Շնորհակալություն հարցերի համար։ Գիտեք, նախ ես երբ խոսում եմ անձամբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին։ Ես առհասարակ իմ դիրքորոշումը չի վերաբերում նախագահներից հենց ինչ-որ մեկին կամ թիրախավորելու նպատակ չունի, մենք ոչ ինչ-որ մեկի հաշվին նպատակ ունենք կայանալ, ոչ էլ թույլ ենք տալու, որ մեր հաշվին մեկը փորձի կայանալ։ Մենք ունենք իրավիճակ, կանգնած ենք պատմական նշանակության ընտրությունների առաջ։ Մենք խնդիր ունենք մեր երկիրը պաշտպանելու, մեր ժողովրդին պաշտպանելու եւ փրկելու պատերազմի կուսակցությունից, որը ԿՊ-ն է։ Հիմա մենք այստեղ շատ կարևոր է նաև նկատի ունենալ, որ ես երբեք չեմ նկատի ունեցել եւ նկատի չունեմ մեր այն քաղաքացիներին, աջակիցներին, անգամ թիմի անդամներին, որոնք կան որևէ նախագահի կամ կոնկրետ դեպքում երկրորդ նախագահի աջակիցներն են նրա շուրջը։ Այո, մենք ունենք քաղաքացիներ, որոնք աջակցում են հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Մենք ունենք քաղաքացիներ, որոնք ազնիվ պայքարի մեջ են եղել։ Այո, 2022 թվականին, չգիտեմ, 2023-ին, դրանից առաջ եւ այլն։ Իրավունքների խախտումների զոհեր են։ Ես ինքս երբ մարդու իրավունքների պաշտպանն էի, այս մասին շատ եմ խոսել, խիստ քննադատել եմ իշխանություններին, պաշտպանել եմ մեր հայրենակիցներին, բայց նաեւ խիստ քննադատության եմ խիստ ենթարկել իշխանություններին, երբ արդեն պաշտոնավարումս դադարել էր, միշտ այդ գործառույթը արել եմ եւ ԿՊ-ի ապօրինություններից, այո, պաշտպանության ենթակա են մեր քաղաքացիները եւ նրանց մեջ, այո, մարդիկ ես ազնիվ են մասնակցել այդ մղումներով եւ այլն։ Բայց հələ տեսեք, մեկը արդյունքում ինչ է տեղի ունենում, Նիկոլ Փաշինյանը վեր ընտրվում է եւ դա օգնում է նրան, որովհետեւ մեր ժողովրդի մեծամասնությունը նպատակ չի կապում հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երկրի կառավարումը։ Նույնը Նիկոլ Փաշինյանին է վերաբերում։ Եվ եթե դու մասնակցում ես նպատակ իմանալով հստակ, որ դու իշխանության չես լինելու, դու դառնում ես այն շղթայի մաս, որ այս իշխանությունը հիմա մեր դեմ օգտագործում է պարտադրված ընտրություն։ Կամ սա, կամ պատերազմ, հիմա էլ դարձել է պատերազմ, խաղաղություն, չգիտեմ, Ռուսաստան, Ամերիկա եւ այլն։ Տեսեք, ինքը միշտ վանդակի մեջ է դնում մեր ժողովրդին, այսպես քաղաքական առումով ասած, եւ ստիպում է ընտրություն կատարել այդ երկուսի միջև։ Եվ ժողովրդին ցույց է տալիս, որ ելք չկա, ուրիշ մարդ չկա, ուրիշ այլընտրանք չկա։ Եվ իրենց շատ ձեռնտու է, ես վստահ եմ, որ իրանք շատ ուրախացել են, երբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց իր առաջադրվելու մասին, որտեղ դա նաև նրանց փրկողակն էր։ Ես կարծում եմ այդպես է։ Իսկ ինչ վերաբերում է թիրախավորումից, գիտեք, ես ոչ մի բան ինձ այստեղ չի կանգնացնում, ոչ էլ վախեցնում է։ Ես հատուկ ցույց եմ տվել իմ աշխատանքով նախկին, իմ ամբողջ գործունեությամբ, որ իմ համար եթե կա նպատակ դրված, ես գնում եմ այդ նպատակի հետևից, ես համոզված եմ, որ դա իրականանալի նպատակ է եւ մենք պետք է բոլորս աշխատենք, նաեւ կոլեկտիվ ջանքեր, այդպես ասացի, մեր հասարակությունը եւ այլն այդ նպատակին հասնելու համար։ Թիրախավորումները այո կան եւ ասեմ ձեզ ավելին, այնքան է նաեւ արվում
առանձին շրջանակներից, այդ թվում նրանց թիմից, որ մենք մտածում ենք դե ՔՊ-ին ինչ է մնում անելու որ։ Այսինքն մենք պետքա լինենք ուշադիր, որպեսզի այս հարցով մենք չտանք նրանց այդ հնարավորությունները։ Իսկ ինչ վերաբերվում է քաղաքական իմաստով պետական, գիտեք, ես ընդգծել եմ միշտ, բոլոր նախագահների ժամանակ եղել են ձեռքբերումներ, այո, դրական։ Մենք բոլորս ապրել ենք այդ ժամանակաշրջաններում, մեկը ծնվել է, մեկը համալսարան է ընդունվել, մեկը աշխատանքի է գնացել, մյուսը երեխա է ունեցել, ամուսնացել է եւ այլն։ Այսինքն, տեսեք, որքան շատ իրադարձություններ, մենք չենք կարող ոչ դրանցից հրաժարվել, դրանք մեր պատմության անբաժան մասերն են։ Բայց մենք պետք է հասկանանք ինչն է սնում այսօր Նիկոլ Փաշինյանին եւ դրա դեմ կարողանանք այնպես անել, որ նա չկարողանա, դրա համար եմ ես ասում, գնացեք, որ գնա։ Որտեվ սա շատ իմ կարծիքով շատ կարևոր բանաձև է։ Հիմա մյուսը տասովշիկ ինչ եմ ասում Նիկոլ Փաշինյանը։ Ես գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանը դրան շատ ծանր են տանում, երևում է դա ակնհայտ, բայց նախ այն պաշտոնատար անձը, որ դուք ասեցիք, խոսում է գլուխը տալու գլուխը պատին տալու այո մասին է խոսում եւ զբաղեցնում է բարձրաստիճան պաշտոն Հայաստանում։ Ես կարծում եմ նախ նա երևի ամեն առավոտ ինքը հելնում 5 անգամ գլուխը տալիս է պատին, որ հետո կանգնի Ալիևի քարոզը անի այստեղ ադրբեջանական ու իմ կարծիքով իրանց միջև հիմա մի հատ մի տեսակ մրցույթ է գնում ով ավելի շատ Ալիևի տասովշիկը կամ ով է գլխավոր տասովշիկը Ալիևի։ Ինքնա թե քիչ ամնում ասենք բան, այնպես մարդ ուզում է պոպկորնը նստի մի հատ նայի ու տեսնի հələ ով ավելի շատ ռասկրուտկա անում Հայաստանում Ալիևի նարատիվները ու մեր համար ստեղծում ագրեսիայի հիմքեր։ Ես ինչի եմ Նիկոլ Փաշինյանին ասում տասովշիկ։ Նիկոլ ջան, ես ինչի եմ քեզ ասում տասովշիկ, որովհետև նայեք, եկեք հələ հասկանանք փոքր ժամանակ մենք տղերքը հատկապես, հա, ոնց է եղել։ Կար, չէ, միշտ չպես եղել կամ տղա մի հոգի Բաքումա, որտեղ է հիմնականում, որ անդադ ուղարկում են ջրի, ասում են մի հատ գնա ջուրբե, մի հատ գնա այսինչը արբեր, բան, մի հատ թռիս տեղից, մի հատ այս արա, այն արա, եւ այդ տղան միշտ անում է, որովհետեւ գիտի, որ ինքը չի կարա իրան պաշտպանի, կամ անգամ եթե չկարողանա պաշտպանի, լավ քեզ կարող մի հատ այդտեղ խփեն, բայց դու գոնե կամք ունեցի, ռիսկ ունեցի, մոտ առաջի քայլը դու արա, որովհետեւ ամբողջ կյանքդ տենց էլ մնալու ես։ Հիմա քաղաքական մակարդակում նույնպես կա այդ տասովշիկությունը, այսպես ասած, բարձվում է եւ այնպես է ստացվել, որ դա մեր երկրի ղեկավարն է այդ գործառույթը իրականացնում։ Ալիև ասում է գնա սահմանադրություն փոխի, ասում է հարց չկա, հեսա գնամ մեր երկրին քարոզանեմ, պարտադրեմ փոխեմ։ Ասում է գնա այս տարածքները զիջի մեզ, ասում է հարց չկա, գնա անեմ։ Գնա մի մետր թռի, ասում է ինչքան պետք է, մի մետր թռնեմ, թե 1.5 մետր, ուզում ես 1.5 մետր թռնեմ։ Հիմա սա նման բանը, ի՞նչ է, եթե ոչ այլ ինչ, մեր լեզվով ասած տասովշիկ լինելը։ Ես ուրիշ բառ սրան չեմ գտնում անկեղծ ասած։ Եվ ես մի բան էլ ասեմ, գիտեք, ես այն ինչ որ խոսում եմ, ես ամեն ինչի համար պատասխան իմ բառերի համար պատասխան եմ տալիս։ Ես ասեցի, օրինակ նույն այդ տասովշիկ բառը, չէ՞, ես դրա պատասխանը ունեմ։ Ես ինչի եմ իրան ասում տասովշիկ, որովհետև ինքը ակնհայտ իրանը տենց է պահում։ Ինձ համար սա ցավ է պատճառում, գիտեք, որ մենք ունենք երկրի ղեկավար այսօր, երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող մարդ, որը ստիպում է իրան ասել այն ինչ կա։ Ես ցավում եմ դրա համար, բայց դա այդպես է։ Եվ դա պետք է մենք նկատի ունենանք։ Ես սա, գիտեք, նաև մի այսպիսի կարևոր շատ հոգեբանական բան կա, որ դու եթե սովորում ես այդ վարքագծին, թռի ես բեր, թռի եմ բեր, գնա ես արա, գնա այն արա, դու հետո գալիս ես քո ժողովրդի մեջ ես դա մտցնում, հասկանում եք։ Մինչդեռ մեր ժողովուրդը դուք նայեք հələ բոլոր ցուցանիշները համաշխարհային վերցրեք, մտավոր կարողություններով, կրթությունով, կամքի ուժով, որոշումներ կայացնելու կարողությամբ, աշխարհահռչակ նաև մեր հայերով, աշխարհասփյուր լինելով, մենք աշխարհի ամենաառաջին տեղերում ենք։ Հասկանում եք, դրա համար մենք այս փակ այս շղթայից, այս պրիզմայից դուրս գանք, տեսնենք, որ մեր հնարավորությունները շատ ավելին են, մենք ունենք այդ հնարավորությունները, մենք պետք է այս հոգեբանությունը թույլ չտանք, մենք հակառակը չէ, մենք տարբեր ուրիշների ենք ասում, գնա թռի ես բեր, հիմա եկել են մեզ են ասում։ Հասկանում եք, սա է, որ դա եւ ես այդ հարցի պատասխանը նորից եմ ասում, հստակ ունեմ, ու նրանք չփորձեն այս հարցով կայանալ մեր վրա, չփորձեն հանգած, որովհետեւ դա պատասխանները ոչ միայն ունենք, այլ հստակ մեխանիզմներներ կան դրա այդ առումով ցույց տալու։
Thank you.